Երբ որ նայում եք Բաքվի բանտում մեր հայրենակիցների այդ դատական process-ները, նվաստացած ձեզ չեք զգում, ասենք երբ որ ես նայում եմ Ալիևի դեմքի հրճվանքը բաներում, հարցազրույցներում, երբ որ Ալիևը իմ երկրի վարչապետին ծաղրածու է ասում, ո՞նց չեք ձեզ վատ զգում դրանից։ Ես իրականում վատ եմ զգում ինձ, բայց մի հատ հարց։ Իսկ ով էր իրանց ստիպել, որ գնային Բաքվի բանտ։ Ոնց ով էր Հա, ստիպել։ ով էր իրանց ստիպել։ Ոչ ստիպողապ չեն տարել բռնել են իրենց։ Իսկ Արցախից վարչապետը, կներեք էլի, վարչապետը ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ է անդրադարձել այդ հարցին եւ ասել է, որ մի քանի անգամ առաջարկել ենք նույնիսկ ուղղաթիռ իրանց, որպեսզի իրանք տեղափոխվեն Հայաստան։ Ու նրանք հրաժարվել են։ Իսկ այն երկու վերջի Ես նման բանից տեղեկացված չեմ։ Նման բան ես չեմ լսել, որ Փաշինյանը ասել է եկեք ապահով դες տանենք Հայաստան, իրենք հրաժարվել են։ Իրենք ասել են թող մեր բնակչությունը, Արցախի բնակչությունը այստեղ է։ Մի հատ իրենց ապահով բանը ապահովենք, նոր կարողանանք Ռիփսի մեջ բացեք վարչապետի ելույթների Ռուբեն Վարդանյանին առաջարկվել է, որ եկեք ձեզ ապահով տանենք, ասել է վարչապետը ելույթ է ունեցել եւ ասել է, որ մենք քանի անգամ ենք գնացել հանձնվել է ձեր վարկածով։ Քանի անգամ եմ իրանց առաջարկել։ Չէ, բայց լոգիկան ո՞րն է, գնացել են Բաքվի բանտում հանձնվել են, որովհետեւ դա իրենց ձեռնտու է եղել։ Քանի անգամ են, իսկ վերջի երկու հոգին, որ գնացել են Բաքու, ինչի են գնացել։ Ում նկատի ունեք։ Դավիթ Բաբայանին երևի։ Ոնց ինչի են գնացել։ Ինչի։ Բռնել են իրենց։ Ոչ, իրանց կամքով գնացին։ Գնացել են, հանձնվել են։ Ես չգիտեմ ինչ են արել, բայց գնացել են, ինչի համար։ Իսկ ո՞րն է ձեր բացատրությունը։ Ես չեմ ընկալում ճիշտ ասած ձեր ասածը։ Ես ճիշտ ասած ես էլ չեմ ընկալում, ինչպես նրանք հայտնվեցին Բաքվի բանտում։